Ռուսաստանի կրթության և գիտության նախարարությունը հայտնել է, որ օտարերկրյա քաղաքացիների համար ռուսաց լեզվի, Ռուսաստանի պատմության և օրենսդրության քննությունը կանցկացվի բացառապես համակարգչային և հեռավար տեխնոլոգիաների միջոցով։ Որոշումը գործելու է 2026 թվականի հունվարի 1-ից, քննարկվում է նաև բանավոր քննության ներդրման հարցը։ Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերից էլ արգելվում է Ռուսաստանի դպրոցներ միգրանտների այն երեխաների ընդունելությունը, որոնք չեն տիրապետում ռուսերենին և օրինական չեն գտնվում դաշնության տարածքում։ Նաև եթե դպրոց ընդունվելիս այդ երեխաները 2 անգամ ձախող են քննությունները, նրանց ծնողները կարող են ենթարկվել պատասխանատվության։ Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել է, եթե Վաշինգտոնի հետ միջուկային բանակցությունները արդյունք չտան, ցանկացած հնարավոր ագրեսիայի դեպքում ամերիկյան կորուստները ավելի մեծ կլինեն և Միացյալ Նահանգները ստիպված կլինի լքել տարածաշրջանը։ Ազիզ Նասիրզադեն նշել է, ամերիկացի որոշ պաշտոնյաներ բանակցությունների ընթացքում սպառնալիքներ են հնչեցրել, որ միջուկային գործարքի չհասնելու դեպքում կարող են ուժ կիրառել Իրանի դեմ։ Թեհրանը դեմ է նման հեռանկարին, սակայն Վաշինգտոնը պետք է գիտակցի, որ տարածաշրջանում ամերիկյան բոլոր բազաները մեր հասանելիության սահմաններում են, զգուշացրել է պաշտոնյան։ Նրա խոսքով Իսլամական Հանրապետությունը զգալի հաջողությունների է հասել պաշտպանության ոլորտում։ Մեր վերջին նվաճումը անցած շաբաթ 2 տոննա մարտագլխի կոֆրթիրի հաջող փորձարկումն էր, հավելել է Նասիրզադեն։ Թրամփն էլ հայտարարել է, որ այլևս այդքան էլ վստահ չէ, որ Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիր կկնքվի։ Միևնույն ժամանակ նա հավատացրել է, չի ցանկանում պատերազմել Իսլամական Հանրապետության հետ։ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ ուկրաինական կողմն ԱԹՍ-ներով հարվածել է Բելգորոդի, Վորոնեժի, Կուրսկի, Տամբովի, Ռոստովի մարզերին։ Տեղեկություններ կան, որ Տամբովում գործարան է հրդեհվել, Բելգորոդում էլ կան տուժածներ։ Ռուսական ուժերն էլ զանգվածային հարված են հասցրել Խարկովին, հաղորդվում է առնվազն 3 զոհի մասին։ Տուժել է 60-ից ավելի խաղաղ բնակիչ, այդ թվում երեխաներ։ Թիրախավորվել են էներգետիկ օբյեկտներ։ Ավերածություններ կան նաև Օդեսայում։ ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել հարվածները։ Նաև ամերիկյան կողմն աջակցություն է հայտնել Կիևին հոբ համակարգերի տրամադրմանը։ Ուկրաինա է վերադարձվել 1212 զոհված զինծառայողի մարմին։ Երկրի համակարգող շտաբից հայտնում են, որ նրանց թվում են Կուրսկի մարզում, Խարկովի, Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի և Խերսոնի ուղղությամբ զոհվածների մարմինները։ Ռուսական կողմին էլ փոխանցվել է 27 մարմին։ Փոխանակման մասին Կիևը և Մոսկվան համաձայնության էին եկել հունիսի 2-ին Ստամբուլում տեղի ունեցած ուղիղ բանակցությունների երկրորդ փուլում։ Պայմանավորվածության շրջանակում 3 Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են ռազմագերիների երկրորդ խմբերը։ Ռուս-ուկրաինական բանակցություններում Մոսկվայի պատվիրակության ղեկավար Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, եթե Կիևը չգնա փոխզիջումների, ավելի շատ տարածքներ կկորցնի։ Մենք խաղաղություն ենք ցանկանում, հնարավորինս շուտ, սակայն եթե Ուկրաինան շարունակի առաջնորդվել ուրիշների ազգային շահերով, ստիպված կլինենք արձագանքել, նախազգուշացրել է ռուս պաշտոնյան։ Հիշեցնենք, Ռուսաստանը պահանջում է Ուկրաինայից հրաժարվել ռազմական դաշինքներին և կոալիցիաներին անդամակցելու մտադրությունից, ունենալ չեզոք ոչ միջուկային կարգավիճակ։ Ռուսաստանի կազմում ճանաչել Ղրիմը, Լուգանսկը, Դոնեցկը, Զապորոժիեի և Խերսոնի մարզերը, հրաժարվել այլ երկրների հետ ռազմական գործակցությունից, կրճատել բանակը, ռուսաց լեզվին տալ պաշտոնական կարգավիճակ եւ այլն։ Կիևը անիրատեսական վերջնագիր է որակում ռուսական պահանջները։ Մոսկվան ցանկանում է, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները հասնեն խաղաղ համակեցության, հայտարարել է Միացյալ Նահանգներում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Ալեքսանդր Դարչիևը։ Նրա խոսքով Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են կարգավորել դիվանագիտական առաքելությունների աշխատանքը և վերացնել այս ոլորտում գրգռիչները, որոնք առաջացել են Ջո Բայդենի վարչակազմի օրոք։ Կողմերը նախնական որոշում են կայացրել դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնել։ Դրանք տեղի կունենան Մոսկվայում և Վաշինգտոնում շատ մոտ ապագայում, մանրամասնել է դեսպանը։ Դարչիևը հավելել է, Մոսկվան ակնկալում է Միացյալ Նահանգների հետ առաջընթացի հասնել ուղիղ չվերթների վերականգնման և վիզաների տրամադրման պարզեցման հարցերի շուրջ։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ու Չինաստանը համաձայնության են եկել առևտրային գործարքի շուրջ, այն դեռ պետք է հաստատեն երկու երկրի առաջնորդները։ Պեկինը Միացյալ Նահանգներին կմատակարարի մագնիսներ և հազվագյուտ հանքանյութեր, իսկ Վաշինգտոնը թույլ կտա չինացի ուսանողներին սովորել ամերիկյան քոլեջներում և համալսարաններում, նշել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփը հավելել է, որ Միացյալ Նահանգները Չինաստանից ներմուծման 55%-ի մաքսատուրք կսահմանի, իսկ Չինաստանն ուժի մեջ կթողնի ամերիկյան ներմուծման համար 10%-ի մաքսատուրքը։ Լոնդոնում հունիսի 9-ին կայացած բանակցությունների ժամանակ չինական կողմը կարծիք էր հայտնել, որ առևտրային ոլորտում կարգավորումը կնպաստի երկրների միջև վստահության ամրապնդմանը և տնտեսական կապերի առողջացմանը։ Բանակցությունների առաջին փուլը տեղի էր ունեցել մայիսին Ժնևում, այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել էր Չինաստանի համար 145%-ի մաքսատուրքերի մասին։ Չինաստանն ի պատասխան հայտարարել էր ամերիկյան ապրանքների համար 125%-ի մաքսատուրքերի մասին։
Սպիտակ տան միգրացիոն քաղաքականության դեմ բողոքի ցույցերի ֆոնին Լոս Անջելեսի քաղաքապետը հայտարարել է քաղաքի կենտրոնական որոշ շրջաններում պարետային ժամ սահմանելու մասին։ Բողոքի ակցիաները շարունակվել են, սակայն արդեն առանց ցուցարարների եւ իրավապահների միջև լուրջ բախումների։ Այնուհանդերձ Լոս Անջելեսի ոստիկանությունը հայտնել է, որ զանգվածային ձերբակալություններ է իրականացնում, քանի որ որոշ քաղաքացիներ խախտում են պարետային ռեժիմը։ Դոնալդ Թրամփը մեկնաբանելով ցույցերը ճնշելու համար ազգային գվարդիան ներգրավելու որոշումը նշել է կչեղարկի այն, երբ Կալիֆոռնիայում անվտանգություն եւ հանգստություն հաստատվի։ Նա մեղադրել է տեղական իշխանությանը կոմպետենտության պակասի համար, նաեւ չի բացառել, որ անհրաժեշտության դեպքում կարող է կիրառել ռազմական ապստամբության ճնշման մասին օրենքը, որը ենթադրում է զինվորականների ներգրավում։ Միացյալ Նահանգների նախագահը հավելել է, մտադիր է 1 տարվա ազատազրկում սահմանել ամերիկյան դրոշը այրելու համար։ Թրամփը չի բացառել, որ ինչ-որ մեկը ֆինանսավորում է Կալիֆոռնիայում բռնկված ցույցերը։ Գործարար Իլոն Մասկը X-ում գրել է, որ զղջում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին մեկնաբանությունների համար։ Զղջում եմ անցած շաբաթ արված իմ որոշ գրառումների համար, դրանք սահմանն անցան, նշել է Մասկը։ Դոնալդ Թրամփն էլ չի բացառել, որ կարող է հաշտվել Մասկի հետ։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը նշել է, որ դա այս պահին իր համար առաջնահերթություն չէ։ Դոնալդ Թրամփի եւ Իլոն Մասկի միջև լարվածությունը կտրուկ սրվել է հունիսի 5-ին։ Ամերիկացի գործարարը հրապարակային քննադատել էր հարկերի եւ հատկացումների վերաբերյալ Թրամփի նախաձեռնած օրինագիծը։ Նա հայտարարել էր, որ առանց իր աջակցության Թրամփը չէր հաղթի նախագահի ընտրություններում։ Սպիտակ տան ղեկավարն էլ մեղադրել է Մասկին կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում իր պարտականությունները բարեխղճորեն չկատարելու համար։ ԱՄՆ նախագահը սպառնացել է խզել Մասկի ընկերությունների, այդ թվում SpaceX-ի հետ պայմանագրերը եւ չեղարկել բոլոր սուբսիդիաները։ Դիանա Գասպարյան, լուրեր։